Բարև ձեզ պարոն Բեկմեզյան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Այսօր ըստ օրենքի ոդքասթի շրջանակներում խոսել ենք մի թեմայի մասին, որը հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր որ բազմաբնակարան նորակառույց շենքում գնել են նոր բնակարան եւ շատ դեպքերում առնչվել են մի շարք խնդիրների հետ։ Սկսենք թե ոնց է սկսվում հենց այդ գործընթացը։ Առաջինը գնման իրավունքի պայմանագիր են կնքում։ Մի փոքր ներկայացրեք, թե ինչ է գնման իրավունքը, ինչ իրավունքներ է ձեռք բերում գնորդը կամ ինչ պարտականություններ է ձեռք բերում գնորդը։ Բարև ձեզ, ուրախ եմ որ ընկալվել ձեր հաղորդմանը։ Լավ թեմա եք որոշել բարձրացնել այսօր, որովհետև իսկապես ներկա իրականության մեջ բավական շատ են հենց նորակառույցները եւ բավական տարածված է նորակառույցներից բնակարան գնելու պրակտիկան եւ ինչու է սա այսպես հատկապես հիմա արդիական դարձել եւ տարածված, քանի որ մենք գիտենք, որ մինչեւ վերջերս հատկապես Երևան քաղաքում գործում էր եկամտարկի վերադարձի մասն օրենքը եւ շատերը փորձում են օգտվել հենց այդ արտոնությունից ձեռք բերել բնակարան, վարկ վերցնել եւ ինչ որ կերպ շահել պետության կողմից տրվող փոխհատուցման շնորհիվ։ Ներկայումս այդ իրավունքը գործում է միայն Հայաստանի Երևանի սահմաններից դուրս մարզերում եւ Երևանում շարունակում է գործել միայն այն բնակարանների նկատմամբ, որոնք արդեն իսկ թույլտվություն են ստացել մինչեւ համապատասխան փոփոխություններ կատարելը։ Բայց մեծամասնությամբ արդեն իրական չկա եւ հիմա ձեր հարցին պատասխանելու համար մի քիչ ուզում եմ առաջ ընկնել եւ ասել թե նա ինչ ունենք մենք իրականում։ Հիմա շատ կառուցապատողներ առաջարկում են բնակարան գնել տարաժամկետ վճարման պայմանով, այսինքն ոչ թե ձեզ պարտադրում են գնալ բանկից վարկ վերցնել եւ անմիջապես գումարը վճարել իրենց, այլ հնարավորություն են տալիս, որ դուք բնակարան գնելիս, այդ գնման իրավունքը ձեռք բերելիս կնքեք պայմանագիրը, պայմանագրով տարաժամկետ վճարման ժամանակացույց նախատեսեք, երբ որ դուք մի գումարը վճարում եք պայմանագրի կնքելիս եւ հետո արդեն մնացած գումարը բաշխում է ինչ-որ ամիսների կամ տարիների ընթացքում եւ դուք վճարում եք կառուցապատողին անմիջապես, ոչ թե բանկին, որտեղ վարկ չեք վերցրել։ Գնման իրավունքի պայմանագրի առանձնատկությունը ինչու՞մ է կանում, մի փոքր լիկբեզ անեմ նախնադար, հա, երբ որ Հայաստանում էլի նորակառույցներ են վաճառվում կամ նորակառույցներից բնակարաններ են վաճառում եւ շատ հաճախ այդ բնականը վաճառում էր նույն բնականը մի քանի հոգու։ Մենք շատ ունենք դեպքեր, այո, շատ ունենք դեպքեր, երբ որ բնակարանը վաճառում էր մի քանի հոգու, հետո երբ որ արդեն գալիս էր հանձնման պահը, բարձր մի քանի հոգի ունեն այդ բնակարանի նկատմամբ իրավունք։ Եվ ըստ էության կարգավորելու է ամեն ինչը, քանի որ մենք հասկանում ենք, չէ՞, քանի դեռ շենքը չկա, կառուցված չի, բնակարանները փաստացի չկան, չէ երևում, խնդիր է թե ինչպես մենք կարողանանք ձևակերպել իրավունքը ապագայում կառուցվելիք գույքի նկատմամբ։ Եվ քանի որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ծագում է կադաստրում դրա նկատմամբ գրանցման պահից, իրավունքի գրանցման պահից, խնդիր առաջացավ, թե ինչպես անենք, որ մարդիկ, քանի դեռ անշարժ գույքը չկա, բայց իրենց իրավունքը այդ անշարժ գույքի նկատմամբ գրանցվի, հաշվառվի եւ հնարավորություն չտրվի անբարեխիղճ կառուցապատողներին վաճառել նույն բնականը մի քանի հոգու, բայց նաեւ որպեսզի կողմերը իշխարված լինեն եւ նաեւ կառուցապատողը վստահ լինի, որ եթե կա գնորդ, այդ գնորդ հետագայում վճարելով գումարը ձեռք է բերել ամբողջական բնական արդեն ավարտված վիճակում։ Եվ ըստ էության ներմուծվեց գնման իրավունքի պայմանագիրը, որը նշանակում է, որ սուբյեկտը ձեռք է բերում հետագայում գնելու իրավունք այդ անշարժ գույքը, այո, ոչ թե սեփականության է ձեռք բերում անշարժ գույքի նկատմամբ, քանի որ դա դեռևս չկա, նախագծային վիճակում է գտնվում, այլ բնակարանի հետագայում գնելու իրավունք է ձեռք բերում եւ ինքը այդ գնելու իրավունքը գնում է կառուցապատողից։ Դարձավ գնման իրավունքի պայմանագիր։ Եվ այս պայմանագրով հստակ ֆիքսվում է, թե ապակայում կառուցվելիք շենքից որ բնակարանն է ձեր լինելու, քանի որ կա հատակագիծը, նախագիծը եւ այո, այնտեղ բոլոր շենքերի հարկերը կան, բնակարանները իրենց տեղադրությամբ, չափսերով նշում է, որ այս բնակարանը ձերն է լինելու եւ որ արդեն պատրաստ կլինի, բայց դուք ձեռքերում գնման իրավունք եւ կառուցապատողը այլևս իրավունք չունի այդ նույն բնականը, որը մեկին հետագայում կամ վաճառել կամ գնման իրավունք տալ։ Եվ դա դառնում է գույքային իրավունք ապակայում կառուցվելիք բնականի նկատմամբ։ Դա գրանցվում է կադաստրում, այսինքն դուք երաշխավորված եք, որ նմանատիպ իրավունք ունենալով հետագայում դուք ունենալու եք բնակարան, դուք սպասում եք մինչև կառուցապատողը ավարտի եւ երբ որ կառուցապատողը արդեն ավարտական ակտը ստանում է պետությունից, այսինքն տեղական ինքնակառավարման մարմնից եւ ստանում է սեփականության իրավունք կոնկրետ շենքի եւ բոլոր բնակարանների նկատմամբ, արդեն կնքվում է նոր պայմանագիր, որը շատ դեպքերում ուղղակի փոխանցման ակտի միջոցով է ֆիքսվում եւ այն բնակարանը, որ արդեն դուք ունեիք գնման իրավունք, վաճառվում է ձեզ, դուք դառնում եք բնականի սեփականատեր։ Ուղղակի այստեղ կարևոր նաեւ որն է, որ
արդեն դուք վճարած եք լինում այդ բնակարանի համար եւ փաստացի այլևս վճարային պարտավորությունները ձեր միջև չեն առաջանում։ Զուտ ֆիքսվում է, որ ձեր բնակարանը, որի համար դուք արդեն վճարել եք, արդեն ունի կադաստրի վկայական, առանձնացված գույքային միավոր է, որը արդեն կարող եք տիրապետել, տնօրինել, ինչ ուզում եք անել, նույնիսկ քանդել։ Դուք նշեցիք, որ գնման իրավունքը պետական գրանցում է ստանում։ Օրինակ, գնորդը ունի հնարավորություն, այսպես ասած, ստուգելու արդյոք բնակարանը նախկինում պետական գրանցում ստացել է, թե չէ, որ հանկարծ կառուցապատողը այսպես ասած այդ նորից չվաճառի գնորդին։ Ամբողջ իմաստը հենց կանում է նրանում, որ եթե արդեն իսկ տվյալ հատակագծով բնակարանի նկատմամբ կա գրանցված մեկ այլ գնման իրավունք, կադաստրել չի գրանցի նոր գնորդի գնման իրավունքը։ Դեռ ավելին, ինչպես ցանկացած անշարժ գույքեր կապված գործակ, նախապես նաև վերցնում է համապատասխան ապացույցներ, որ այդ գույքը ազատ է, չկա երրորդ անձանց իրավունք, ծառայաբեռնված չէ այլ անձանց այլ իրավունքներով, ուստի եւ կողմը կարող է կնքել եւ նոտարն էլ ստուգում է, չէ՞, վերջ-վերջո այդ գործակը կնքվում է նոտարի մոտ։ Նոտարը ստուգում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ երբ որ համոզվում է, որ այո, գույքը ազատ է եւ կարող է այդ գույքի նկատմամբ կնքվել գնման իրավունքի պայմանագիր, նոր վավերացնում է գործակը եւ կնքվում է այդ պայմանագիրը։ Իսկ քաղաքացիները հատկապես ինչին ուշադրություն դարձնեն գնման իրավունքի պայմանագրում։ Հիմա տեսեք, այս վերջերս ես շատ եմ շփվել գնման իրավունքի պայմանագրերի հետ ու դրանք բավականին մեծ եւ բավականին բարդ պայմանագրեր են, որովհետեւ դրանցում նախատեսվում է ոչ միայն կոնկրետ անշարժ գույքի, ֆիքսվում անշարժ գույքի գնման հետագայում փաստը, իրավունքի փաստը, այլ նաև նախատեսում են ժամկետներ, թե ինչ ժամկետում պետք է կառուցապատողը գույքը կառուցի, ինչ պայմաններով պետք է կառուցի, ինչ կլինի, եթե կառուցապատողը այդ գույքը ժամանակին չկառուցի եւ չհանձնի, ինչ դուրստուգանքներ կլինեն, շատ հաճախ դուրստուգանքները բավականին չնչին են, իրականում որևէ վնաս կառուցապատողին, այո, չի տալիս, հետո ինչքան ուշացնելու հնարավորություն ունի կառուցապատողը, որովհետև կառուցապատողները խելացի են, իրանք ավելի հարուստ են եւ իրանք ավելի լավ իրավաբաններ են կարողանում վարձել, գումար վճարել եւ պայմանագրեր ստանալ, քաղաքացիները շատ հաճախ գործակը կնքում են առանց իրավաբանի եւ իրանք չեն տեսնում թե ինչ են այնտեղ գրած, չեն հասկանում խութերը եւ այլն։ Իրենք շատ հաճախ օրինակ կարող են նախատեսել, որ նախատեսված ժամկետից 6 ամիս ուշացնելը դեռևս մեր համար դուրստուգանք չի առաջացնում։ 6 ամսից հետո եւս մի 3 ամիսի կարող ենք ուշացնել, այ հետո նոր կսկսի, այո, դուրստուգանքների հաշվարկը։ Ընդ որում այդ դեպքում դուրստուգանքները բավական չնչիր գումարով, չնչին, որ քաղաքացին կարող ընդհանրապես այդտեղից ոչ մի վնասվածություն չստանա։ Եւ երբ որ հաշվի ենք առնում, որ քաղաքացիները շատ իրենց բնականը վաճառում են նոր գույք ձեռք բերելու համար եւ իրենք որ ժամանակ բնակվում են վարձակալությամբ, ստացվում է որ կառուցապատողի անբարեխղճության հետևանքով կարող է մի քանի ամիս ավել իրենք վարձավճար վճարեն, որը այդքան էլ հաճելի եւ սպասված ծախս չէ։ Բացի այդ պետք է ուշադրություն դարձնել, թե կառուցապատողը ինչ պայմաններ առաջարկում հետագամ համատիրության վճարների, գների հետ կապված, որովհետեւ շատ հաճախ կառուցապատողները իրանք են պարտադրում իրենց սպասարկող կազմակերպության հետ կնքել պայմանագիր կամ հենց անմիջապես պարտադրում են, որպեսզի իրենց կողմից ընտրված կազմակերպությունը սպասարկի համատիրության, այսպես ասած, ծառայությունները կատարի եւ դա շատ ավելի թանկ է նստում քաղաքացիների վրա, քան իրենք կարող են նախատեսել։ Այստեղ արդեն քաղաքացիները պետք է իմանան, որ իրենք իրավունք ունեն փոխելու համատիրությանը, բայց շատ հաճախ պայմանագրով նման սահմանափակում է դրված լինում։ Հետո մեկ ուրիշ կարևոր խնդիր, երբ որ կնքում են պայմանագիր գնման իրավունքի, պետք է նախ եւ առաջ իրանք տեսնեն այն հատակագիծը, որի հիման վրա այս պետք է տրվի բնակարան։ Տեսնեն, թե ինչ է վաճառվելու կողքերը։ Այսինքն արդյոք կառուցապատողը, որը տվյալ պահին ձեզ վաճառում է բնակարան տես դեպի Մասիսով, վաղը չեմիս օրը չի բերելու ձեր դիմաց մեկ ուրիշ բնակարան կամ շենք կառուցի եւ ձեր տեսարան փակի, որտեղ շատ հաճախ մարդիկ բնական ձեռք են բերում տեսարանի համար կամ նրա համար, որ դիմացը ուրիշ շենք չլինի, ոչ մեկը չտեսնի, թե իրանք երեկոյան ինչ են անում տանը առանձին նստած ու մեկ էլ պարզնա, որ իրանք դիմաց շենք են կառուցում։ Բայց այս դեպքում օրինակ, եթե կառուցապատողը վստահեցնում է, որ ձեր շենքի թա, ձեր պատուհանից, այսպես ասած, արարատն է երևալու, բայց պատասխանատվություն նախատեսված չի այն մասով, որ օրինակ մեկ այլ ուրիշ կառուցապատող գալիս է ու այդ հատվածում շենք է կառուցում։ Եթե օրինակ այդպիսի խնդիր առաջանա, ո՞նց Տեսեք, մենք ստեղ ունենք երկու հարց։ Առաջինը հարաբերություն կոնկրետ կառուցապատողի հետ, որը ձեզ խոստանում է, որ դիմացը շենք չի կառուցելու եւ հանկարծ ինքը բերում շենք է կառուցում, սա հեշտ է կարգավորելը, որտեղ ձեր պայմանագրով արդեն այդ ամեն ինչը դուք կարող եք տեսնել եւ կառավարել։ Գոնե կառավարել այնքանով, որ պայմանագրով եթե նախատեսված լինի, որ ինքը իրավունք չունի այդ դիմացի հողը, որը նախատեսված է օրինակ մանկապարտեզ կամ դպրոց կառուցելու համար կամ խաղահրապարակ կառուցելու համար եւ ինքը հետագամ չի կարող որևէ կերպ այն փոխել, սա ինչ որտեղ երաշխավորում է ձեզ։ Բայց մի հատ վատ բան ասեմ, շատ հաճախ պայմանագրերում կառուցապատողները մի հատ դրույթ են նախատեսում, որ
գնորդը, տվյալ դեպքում քաղաքացին կամ գնման իրավունք ձեռբերողը, տալիս է իր համաձայնությունը, որ հետագայում կառուցապատողը ցանկացած գործողություն անի տարակողքի տարածքների հետ։ Եվ մարդիկ ստորագրում են պայմանագիր առանց դա նայելու։ Եվ երբ որ բանը հասնում են նրան, որ արդեն տեսնում են, որ փաստի առաջ են կանգնում, որ իրաց արժև շենք է գոյանում, երբ որ բողոքում են, ասում են, բա դուք մեզ խոստացել եք, չէ՞, մենք շատ հաճախ գնում են կառուցապատողի գրասենյակում, տեսնում են շատ գեղեցիկ ինչ-որ մակետ, այգիներով, դպրոցներով, ասում են, բայց այգին ուր մնաց։ Ասում է կառուցապատողը, վայտես, դու հեսա պայմանագրում տվել ես համաձայնություն, որ ես կարող եմ փոխել այդ նախագիծը։ Ես նախագիծը փոխել եմ։ Սա մեկ հարց է, երբ որ դու կոնկրետ կառուցապատողի հետ ես մտնում պայմանագրային հարաբերությունների մեջ եւ կարողանում ես գոնե պայմանագրով կառավարել կառուցապատողի գործողությունները կամ թեկուզ եւ չհամաձայնվել։ Տեսնում ես պայմանագրով նման կետ կա, ասում ես չես այս կետին համաձայն չեմ, կառուցապատողը ասում է չեմ փոխելու, կարող ես ուղղակի պայմանագրի չկնքել եւ գնալ ուրիշ կառուցապատողի հետ աշխատել։ Խնդիրը ավելի բարդ է, երբ որ մեկ ուրիշ կառուցապատող գալիս է եւ ձեր դիմաց տեսանը փակում է։ Ինչ կարող եք անել։ Տախոր բան ասեմ, ոչինչ։ Ուղղակի պետք է տեսնեք դիմացը ազատ հող կա, փորձեք ճշտել այդ ազատ հողը ում է պատկանում եւ ինչ է նախատեսում այդ ազատ հողի վրա անել։ Իհարկե, այստեղ էլ դուք 100%-ով չեք կարող ամեն ինչ իմանալ ճշտել, որովհետեւ այս պայմանությամբ ունի սեփական դեր, որ ոչինչ չի նախատեսում։ Բաղ չեմ իսուրը կարող սեփական դեր նախատեսել։ Հիմա ես կարող եմ մի քանի օրինակ բերել իմ ասածների, որ դուք տեսնեք, թե ինչքան դա ակնհայտ է։ Ունեցու փողոցի վրա կա 5 հատ շենք, որը կոչվում է Երևանը ափի մեջ։ Եվ այդ 5 շենքը սարքված են, որպեսզի Երևանը ափի մեջ տեսնեն ամեն ինչ այն։ Բայց արի ուտես, որ այդ շենքերից 3-ի դիմաց կառուցված են եւս երկնաքերեր ու բարձրակ շենքեր, որոնք լիովին փակում են այդ շենքերի տեսանը։ Հիմա երբ որ մարդիկ այնտեղից բնական են ձեռք բերել, ես չգիտեմ, իրանք իմացել են թե չէ, որ մեկ ուրիշ կառուցապատող գալի եւ այդտեղ շենք է սարքելու։ Ենթադրում չեն իմացել, որովհետև միգուցե այդ ժամանակ չեն գնի, ասենք 4-րդ հարկի կամ 5-րդ հարկի բնականը, որ այդ փողոցով անցնում ես, ակնհայտ են նայում է դիմացի շենքին, Երևանը իր համար ափի մեջ չի։ Ուղղակի դիմացի շենքն էր ափի մեջ, այո։ Այստեղ արդեն իրանք փաստի առաջ են կանգնել։ Կամ մենք ունեցանք այս վերջերս բավական հայտնի դեպք է Դավթաշենում, Ձոր, չեմ հիշում, փողոցում այդ 6 թե 7 հատ երկնաքեր էլի բարձրակ շենքեր են եւ բնակիչներ էլի դիմացի մանկապարտեզի համար նախատեսած տարածքը մեկ էլ ինչ-որ պահի օտարվել էր եւ արժում է այնտեղ ուզում են շենք սարքել։ Ու այստեղ բնակիչների համառության, վեծականակության նաեւ իրավագիտակցության շնորհիվ հասան նրան, որ ոնց որ թե չթույլատրեցին եւ ըստ էության այդ խնդիրը վերացավ։ Բայց այնքան կան նման դեպքեր, երբ որ ոչինչ չեն կարող բնակիչներ անեն, մի հատ հետաքրքիր դեպք պատմեմ, ուրեմն մի հատ շենք կա չեմ ասի որտեղ, որ ուղղակի մարդկանց ասում եմ ցավոտ տեղը չխփեմ։ Մեծ իստը որ ասեք շատեր կարող է արդեն իմանալ, որ որտեղ այդ փողոցի վրա մի հատ մի շենքն է հələ որ սարքած, ուրեմն ինչ արել, կառուցապատողը ավտոկանատեղիները շենքի տակի անհատուց օգտագործման էր տվել քաղաքական բնակիչներին։ Թվում է թե շատ լավ գաղափար է, ինչ վատ է որ համ բնականն ենք, համ անհատուց օգտագործությամբ անվճար ըստ էության ավտոկանատեղ ունենք շենքի տակը։ Ու նախնական պայմանավորությունը եղել էր, որ շենքի գազի, ջրի սպասարկումը եւ նաեւ մատնակարարումը արվել էր կոնկրետ կառուցապատողի կողմից։ Ու կառուցապատողը բարձր են բնակիչները, որ բավական թանկ գներով է իրենց վրա ծախում վաճառում գազը, էլեկտրական էներգիան, ջուրը, եթե նաեւ չեմ սխալվում, ու բնակիչները այսպես ասած ձայն են բարձրացել, թե ինչու ավել մենք գնանք ուրիշ հետ կաշխատենք, որ իրավունք ունեն։ Կառուցապատողը ասել խնդիր չկա, այդ դեպքում ես կլուծեմ ձեր հետ կնքված պայմանագրերը, բան է, ավտոտնակ, չէ, բանի, ավտոկանատեղի անհատուց օգտագործման պայմանագրերը, որ իրավունքը ինքը ուներ, որտեղ իրավաբանները գիտեն, որ անհատուց օգտագործման պայմանագրերը ցանկացած դեպքում կարող է լուծվել։ Դու չես կարող արգելել դիմացի կողմին հրաժարվել այդ պայմանագիրը կատարելուց։ Եվ կառուցապատողը փաստորեն անվճար ավտոկանատեղի տալով, շատ ավելի մեծ գումարներով նրանց վաճառում էր կոմունալ ծառայություններ եւ մարդիկ ոչինչ չեն կարող անել, որովհետեւ փաստա որ իրենց պետք է ավտոտնակ։ Իսկ այդ փողոցի վրա ավտոտնակ չէ, ավտոկանատեղի։ Իսկ այդ փողոցի վրա որտեղ շենքներ իրանք հազիվ թե գտնեն ուրիշ տեղ, որպեսզի մեքենաները կանգնացնեն։ Ու այդպես իրանք ընկել են թակարդը։ Տեսեք, պայմանագիրը չկարդալը կամ պայմանագիրը կարդալուց ճիշտ չհասկանալը, չգիտակցելը կարող են բերել նման հետագայում անախորժությունների։ Դրա համար ես միշտ խորհուրդ եմ տալիս քաղաքացիներին ավելի լավ իրենք կամ բարեկամ ծանոթ իրավաբան գտնեն եւ խնդրեն, որ պայմանագիրը մի հատ նայի, կամ մի քիչ գովազդեք իրավաբանների ծառայություններ, հա, կամ վարձեն իրավաբան, մի քիչ գումար տան, թող իրավաբանը նայի, բանակցի, ավելի լավ պայմաններով պայմանագիր ունենան հետագա, բայց իրանք շատ ավելի շատ կշահեն։
Իսկ օրինակ եթե պայմանագիրը կարդացել են, կնքել են պայմանագիրը, հետո իրավաբանի են դիմել, իրավաբանն ասել է, որ այստեղ լիքը խնդիրներ կա, ռիսկեր կա, դուք այդքան շատ իրավունքներ չունեք, այս դեպքում կոպիտ ասած գործ ընթացքի կեսից է իրավաբանը մտնում ու այս դեպքում ոնց կարող են իրենք լուծել, այսինքն բանակցությունների միջոցով ոնց դժվար է, որովհետև դիմացի կողմը հազիվ թե համաձայնվի իր համար ձեռնտու պայմանագիրը փոխել ոչ ձեռնտու պայմաններով, մանավանդ եթե կողմը արդեն կնքել է։ Բայց բանակցել կարելի է փորձել, չնայած ես ազնվորեն ասեմ, մեծ հաջողության հեռանկար այս դեպքում չեմ տեսնում։ Ցանկալի է նախապես կամ գոնե իրենք հետագայում կամ հետին թվով իրավաբանին ցույց տալով գոնե կիմանան թե ինչ ռիսկեր է պարունակում այդ պայմանագիրը եւ պատրաստ կլինեն դրանց։ Դա էլ է վատ չէ։ Երբ որ դու գիտես ինչ ռիսկեր է պարունակում եւ ինչին պատրաստ լինես, ասում է տեղեկացված ես, նշանակում է զինված ես։ Գոնե կկարողանան հետագայում կամ կանխատեսել, կամ կանխել, կամ եւ հանկարծ սյուրպրիզ լինի, շատ վատ չեն զգա, մի քիչ թեթև կտանեն, որտեղ պատրաստ էին։ Շատ կառուցապատողներ պայմանագրի կնքման գործընթացը մի քանի փուլերով են նախատեսում, առաջինը գնման իրավունքի պայմանագիր, հետո նախնական պայմանագիր, հետո հիմնական պայմանագիր ու շատ դեպքերում նախնական պայմանագրում չեն ներառում այն էական պայմանները, որը հետագայում հիմնական պայմանագրում իրենք ներառում են։ Ասում են բանավոր են տեղեկացնում, քաղաքացին էլ ստորագրում է, բայց բանավոր է լինում են էական պայմանները ու հետագայում երբ որ հիմնական պայմանագիրն է կնքվելու, լինում է որ հենց էական պայմանները ոչ լավ է գնորդի համար։ Այս դեպքում քաղաքացիներին ինչ կարող ենք ոնց որ խորհրդատվություն տանք, որ իրենք իմանան, որ նախնականում ինչ պայմաններ պետք է սահմանվի, որ հետագայում հիմնականում եւս դրանք ներառված լինեն։ Տեսեք, բարեխիղճ կառուցապատողները իրենք կնքում են երկու պայմանագրով՝ գնման իրավունքի պայմանագիր, որտեղ ըստ էության բոլոր հիմնական պայմանները արդեն նախատեսված են, եւ ես իմ խոսքում էլ ասացի, որ շատ հաճախ էլ նոր պայմանագիր կնքելու կարիք էլ չի լինում, չնայած կնքում են, բայց զուտ փոխանցման ակտով արդեն ձևակերպում են անշարժ գույքի սեփականության անկող փոխանցումը գնորդին։ Այնքան լավ պայմանագիր կամ ամբողջական պայմանագիր է, լավ չասեմ, ամբողջական պայմանագիր։ Երբ որ նախնական պայմանագիրը մի այլ մեջտեղը մտցնում եւ փորձում է նախնական պայմանագրով չեզոքացնել միգուցե գնման իրավունքի պայմանագրի այն լավ կետերը, որ կար գնորդի համար եւ հետագայում իրենց համար դաշտ ստեղծեն, ում ես խորհուրդ կտամ, որ նախ եւ առաջ գնորդները նայեն ինչ տարբերություններ կա գնման իրավունքի պայմանագրի եւ նախնական պայմանագրի միջեւ։ Էլի անպայման կարդան, տան իրավաբանի, որ իրավաբանը նայի, որ տեսնի թե ինչ խութեր կան այդ նախնական պայմանագրով եւ հիշեն, որ նախնական պայմանագիրը պետք է պարունակի հիմնական պայմանագրի բոլոր էական պայմանները։ Եվ եթե հանկարծ էական պայման չի նախատեսված կամ էական պայման նախատեսված է փոխում է հիմնական պայմանագրով կառուցապատողը, ապա իրենք կարող են չհամաձայնվել, չկնքել, պարտավորեցնել դատական կարգով, որ իրենք կնքեն այն պայմանագիրը, որ իրականում նախատեսվել է կողմերի կողմից։ Բայց ավելի եմ ասում, ամեն դեպքում միշտ պետք է մարդիկ պայմանագիրը կարդան, համատեն, հարցնեն, շատ կարևոր է պայմանագիրը ստորագրելուց առաջ պարտադիր կարդան։ Եվ թող իրանք չմտածեն, որ մենք մեկը ոչինչ չենք հասկանալու, մեկը իմաստ չունի կարդալը, թող չմտածեն, որ պայմանագիր կարդալով իրենք ցույց են տալիս, թե իբրև իրենք թույլ են, վախենում են, հոգեբանական ինչ որ պահեր կան, որ մարդկանց հետ է պահում պայմանագիր կարդալը, որևէ կերպ նման բան չկա, անպայման թող կարդան, շատ հաճախ մարդիկ իրավաբան չլինելով հանդերձ, այնպեսի լավ կետեր են տեսնում կամ այնպեսի վտանգավոր կետեր են տեսնում պայմանագրում, որ իրավաբանները նույնիսկ զարմանում են, թե ոնց էս մարդը սա տեսավ։ Պրակտիկ է փորձի, ինչ որ կարող է նախկինում նման տիպ խնդիր ունեցել այդ փորձով։ Մենք խոսում ենք էական պայմանների մասով, այ կուզենայի ասեք, որ որոնք են հենց էական պայմանները, որ քաղաքացիները հասկանան հենց դրանց ուշադրություն դարձնել։ Տեսեք, ես էական պայման չեմ իրավաբանությունը թողում մի կողմ, էլի։ Ես կասեմ այն պայմանները, որոնք կարևոր են, որ քաղաքացիները դրանց ուղղակի ուշադրություն դարձնեն։ Նախ դա գույքի հանձնման ժամկետներն են, որովհետև դա վստահ ցանկացած սեփականատիրոջ համար, այո, ժամկետը ամենակարևորն է, թե ինքը երբ է կարողանալու մտնել։ Այո, մենք կանդրադառնանք ժամկետին առանց։ Երկրորդը գինը, ինչպես է գինը հաշվարկվում, ինչպես է փոփոխվելու, որովհետև շատ հաճախ նախնական փուլում կառուցապատողը ի վիճակի չէ ճիշտ մակերեսը հաշվարկել, որովհետև շինարարության ընթացքում մակերեսի փոփոխություններ են լինում։ Եվ ինչ շեղումների դեպքում ինչպես է հաշվարկը լինելու, ինչպես է փոփոխվի, շատ դեպքերում նախատեսվում որոշակի տոկոս, որի դեպքում գինը չի փոփոխվում եւ ավելանալու եւ պակասելու դեպքում, բայց այդ տոկոսից հետո արդեն գինը փոփոխվում է։ Պետք է հասկանան, որտեղ կարող ասենք դուք հիմա ձեռք եք բերում բնակարան X գումարով, հետո պարզվում է եւ X չափսի, հետո պարզվում է, որ ձեր բնակարանը X + 10 չափսի է, որ ձեզ պետք չէ եւ գինը փոխվել է եւ դուք չեք կարող դա առնել, որտեղ այդքան գումար չունեք։
ժամկետները, գինը, հետո թող նայեն տեսնեն, թե կառուցապատողը ինչ իրավունքներ ունի կատարելու այդ գույքի հետ։ Կողքերը ինչա կառուցելու, ինչպես է կառուցելու, ինչ պայմաններով է կառուցելու։ Անպայման թող նայեն կառուցապատողի կողմից կառուցապատումը կամ գույքը շինարարության ավարտելու դեպքում, ուշ ավարտելու դեպքում ինչ դուրստուգանքներ կան, որովհետև կառուցապատողը պետք է վախենա, պատասխանատվության զգացում ունենա եւ պատասխանատվություն կրի, որ ինքը մոտիվացված լինի ճուշացնելու հետ կապված։ Ճիշտ է, կան նաեւ վարչական տուգանքներ ուշացնելու հետ կապված, բայց քաղաքացու համար ավելի կարևոր է, որ ինքը վնասի հատուցում ստանա, քան ինչ որ պետությունը դրանից օգտվի կամ շահի։ Սրանց թող նայի։ Իհարկե, պետք է ուշադրություն դարձնել, որ կառուցապատողը ինչպես է գումարները իրենից վերցնում։ Եթե կառուցապատողը ասում է բերինց վճարի կանխիկ, բերինց վճարի իմ կասա, ես քեզ թուղթ կտամ ստացական, որ դու ստացել ես, սա արգելված գործունեություն է, անպայման այո, պետք է բոլոր վճարները լինեն բանկում բացված կառուցապատողի հատուկ հաշվին, որովհետև այդ գումարը համարում է գրավադրված գնորդների օգտին եւ այդ գումարը կարող է օգտագործվել միմիայն տվյալ անշարժ գույքի կառուցման համար։ Սա երաշխիք է, որ այդ գումարը ուրիշ տեղ չի գնա եւ այդ գումարով ուրիշ բաներ չեն կառուցվի։ Իսկ կոնկրետ կմնա եւ կտրամադրվի կոնկրետ անշարժ գույքի կառուցմանը, ինչը ավելի ռեալ եւ ավելի արդյունավետ կդարձնի այդ անշարժ գույքի կառուցումը։ Սրանք են հիմնական, ես չեմ ուզում շատ բան ասեմ, որ քաղաքացիները հիմնական սրանն են, այս բաներին, այո, որտեվ ինչքան շատ ասեմ, այնքան խառնվել են։ Սրանք որ տեսնեն, սրանք որ հասկանան, ու թող նայեն, տեսնեն, թե ինչ համատիրության պայմաններ առաջարկում կառուցապատողը։ Որտեղ օրինակ կարող է հին հայկական ավանդույթի համաձայն որոշեն բնակարանը առին հետո դնեն շատ կնեք շուշաբանդ կամ ավելացնեն պատշգամբում փակեն, բայց բարձր որ նման իրավունք չունեն, ինչը նորմալ է որ չունենան, բայց իրենք պետք է իմանան, որ նման բան չեն կարող անել, կամ ջեռուցումը ինչպես է կազմակերպելու, որտեղ կառուցապատողներ կան արգելում են կացաներ դնելը, ասում են պետք է լինի մեր ընդհանուր կենտրոնացված ջեռուցումը, կառուցապատող կա արգելում է օդը մաքրող սարք դնելը կամ կոնդիցիոներ դնելը, ասելով որ պետք է լինի մեր սարքը, այսինքն կոչված ֆանկոել կոչվածը, որը կարող է ավելի թանկ լինի, այսինքն այստեղ խնդիրը միայն բնակարանը գնելը չի, այստեղ խնդիրը նաև հետագայում այդ բնակարանում ապրելը, բնակարանը սպասարկելու վճարները վճարելն է, որտեղ շատ դեպքերում կարող է այդ սպասարկման վճարները անգամ բարձր լինեն, որ ուղղակի բնակիչը պատրաստ եւ ի վիճակի չլինի այդ գումարները վճարել։ Դա համար այդ բոլորը իրենք պետք է նախապես իմանան, որ հանգիստ կարողանան գնալ եւ ապրել։ Ու մեկ էլ եթե հիպոթեկով են գնում, այսինքն վարկ են վերցնում բանկից, շատ կարող որ նաեւ բանկի պայմաններին հստակ ծանոթանան, հասկանան ինչքան գումար են տալու, ինչքան տոկոս են տալու, ինչ պայմաններով, ինչ ժամկետում, որպեսզի հետագայում հանկարծ փաստի առաջ չկանգնեն։ Հա, որովհետև լինում են բանկեր, որ ասում են հստակ, օրինակ 20 տարի է, 20 տարով պետք է վճարումներ կատարեն, ասում են, որ 3 տարին պարտադիր պետք է վճարեք մայր գումարը եւ տոկոսները, իրավունք չունեք 3 տարվա ընթացքում ամբողջ մայր գումարը փակել։ Կա տես բան, որ իրանք շահեն, ավելի շատ տոկոս ստանան ու բացի դրանից նաեւ տեսնեն թե տոկոսները ոնց են հաշվարկվում։ Այսինքն հստակ իրանք իմանան ինչքան տոկոս են վճարել։ Ճիշտ է, շատ դեպքում բանկերը հստակ գրաֆիկը սահմանում են, թե ամեն ամիս ինչքան պետք է վճարվի եւ դուք տեսնում եք ինչքան է, բայց ամեն դեպքում ցանկալի է, որպեսզի քաղաքացիները ավելի ուշադիր լինեն։ Ժամկետների հետ կապված խոսենք, ամենամեծ խնդիրը, որովհետև շատերը հենց գումար տալիս են, որ ավելի շուտ բնակարան ունենան, շատ դեպքերում ժամկետների խախտումը լինում է ոչ միայն կառուցապատողի կողմից, այլ նաև պետական մարմինների կողմից, ովքեր վերջնական թույլտվությունը չեն տալիս։ Այս մասով ինչ խնդիրներ կան, ինչ ռիսկեր կան։ Լավ ասեցիք, շատ հաճախ ճիշտ է մենք միշտ մեղադրում ենք կառուցապատողներին, որովհետև մենք պայմանագիր ենք ընկել կառուցապատողի հետ եւ մեզ համար մեկ է թե ինչի է ուշանում ավարտական ակտը, այո, կարևոր է որ մենք կառուցապատողից ենք պահանջում։ Ճիշտ է, բայց կան դեպքեր, երբ որ իսկապես ասենք պետական մարմինները, որոնք պարտավոր են գալ ընդունում հանձնում անել, իրենք են ուշացնում, որոշ դեպքերում ծառաբեռնվածության պատճառով, որոշ դեպքերում անփութության, որոշ դեպքերում անգործության հետևանքով, ու այստեղ իրական էլի կառուցապատողի պարտականությունն է ապահովել, որ նրանք ժամանակին գան, բայց նաև կառուցապատողը կարծեմ պետք է ճիշտ կոմունիկացնել այդ հարցը նաև իր գնորդների հետ եւ բացատրել ինչու է խնդիրը եւ փորձի գնորդների միջոցով ստիպել պետական մարմիններին որ գան եւ իրենց պարտականությունը անեն, բայց սա այն դեպքերի համար եմ ասում, երբ որ կառուցապատողը ամեն ինչ ճիշտ արել է եւ ուղղակի պետական մարմինները չեն հասցնում կամ չեն գալիս, այո, այդ իրենցից կախված գործողություններ անելու համար կամ վախենում են ավարտական ակտը տալ, որ հանկարծ չասեն դուք ստեղ շահագրգռված ունեք, դրա համար չեք տալիս։ Իհարկե դա քիչ է լինում, բայց դա էլ է լինում։ Կան դեպքեր, երբ որ կառուցապատողը իսկապես խախտումներով է շինարարությունը անում եւ պետությունը չի կարող այդ գույքը ընդունել, որովհետեւ կան նախագծային շեղումներ։
Իսկ դա իսկապես պատճառ է հիմք է, որ չընդունվի։ Այս դեպքում արդեն կառուցապատողի մեղավորություն է։ Ուրեմն ուշացնել շատ հաճախ լինում է նման խախտումների հետևանք։ Օրինակ կարող է կառուցապատողը 10 տարեկանի շենքի թույլտվությունը նա ու մեկ էլ որոշի վերևը եւս երկու հար կառուցի այն բանով մտայնությամբ, որ կարող է պետությունը տեսնի արդեն կառուցել վերջացել են, գնացեք թող գնա։ Պետությունն էլ այդ դեպքում որոշում է օրինականություն անել եւ ասում է չէ։ Ես տվել եմ 10 հարկի համար, քո նախագիծը գծած է 10 հարկի համար, սեյսմականության խնդիր կա եւ այլն։ Կամ կոմունիկացիաների հետ կապված, այսինքն կառուցապատողը շատ հաճախ ինքը խախտումներով է անում շինարարությունը եւ հետո կանգնում է փաստի առաջ։ Դրա համար ստեղ շատ կարևոր է հասկանալ կառուցապատող ով է, այսինքն պայմանագիր կնքելիս, նաև մենք պետք է հասկանանք մյուս կարևոր բանը, թե ով է կառուցապատողը։ Տեսնեք այդ կառուցապատողը։ Դե գիտեք, հիմնական կառուցապատողներ ունեն, որոնք ունեն բավական հեղինակություն, եւ այդ կառուցապատողներին վստահել կարելի է։ Վերջ-վերջը գործար համբավը մեր իրականության մեջ, երբ որ կա նման մրցակցություն, ինքը շատ կարևոր գործոն է, որից մենք կարող ենք կարճել եւ որից կարող ենք նաեւ ինֆորմացիա ստանալ։ Նախ տեսեք, այդ կառուցապատողը որտեղ ինչ շենքեր է կառուցել, քանի շենք է կառուցել, ինչ արագությամբ, ով է կառուցապատողի սեփականատերը։ Արդյոք թույլտվություն թույլտվությունը որ փուլում է ստացել է, շատ հաճախ շենքերը սկսում են սարքել բնականներ վաճառել առանց թույլտվության։ Դա կոչվում է բաժանորդագրում կամ այլ տերմին են անում, որ մարդիկ գնում են գումար են տալիս, որ իրենց բռոնյա անեն ինչ այդ ապագայում կառուցված շենքում ինչ որ բան այո լավ ասեցիք ամրագրեն։ Հետո որ սկսեն կառուցել, իրանք գնան արդեն գնման իրավունքի պայմանագրեր կնքել։ Շատ հաճախ այդ ամրագրումից հետո կառուցապատողը չի սկսում իր շինարարությունը, որտեղ թույլտվություն չի ստանում։ Գումարները մնում են օդում։ Այս բոլորը պետք է հաշվի առնել։ Իհարկե շատ ավելի հեշտ է գնալ եւ արդեն կառուցված շենքից բնական գնել։ Բայց այս դեպքում թանկ է։ Երբ որ սկզբնական փուլում եք դուք բնական ձեռբերում, գները ավելի էժան են։ Եվ իհարկե ավելի ձեռնտու է սկզբնական փուլում գնել, բայց այս դեպքում դուք պետք է վստահեք, որ այն կառուցապատողը, որի հետ աշխատում եք, բարեխիղճ հեղինակություն ունեցող եւ քիչ դատական process-ների մեջ ընկած, քիչ մարդկանց խափած եւ լավ համբավ ունեցող կառուցապատող է։ Իսկ սովորաբար լինում է այդպիսին օրինակ, որ գնորդը գալիս է բնակարան գնելու ու հենց գնման իրավունքի պայմանագրի կնքման փուլում պահանջի վաճառողից, որպեսզի նա տրամադրի թույլտվության որոշումը։ Շատ նորմալ է, իհարկե։ Ընդհանրապես մենք իմանանք, որ արդեն դուք ունեք իհարկե միանշանակ ոչ թե կարող է, այլ պետք է պահանջեն, ես խորհուրդ կտամ որ պահանջեն։ Կառուցապատողների մեծ մասը հենց այդպես էլ ունեն, իրենց գրասենյակները, որտեղ են վաճառքին անում կամ իրենց միջնորդների, հա, բրոկերային ընկերությունների միջոցով, այդ բոլորը պատճենահանացուն են, ցույց են տալիս ով է կառուցապատողը, ինչ ով է շինարարը, ընդ որում նույնիսկ պահանջ կա, որ շինարարության վայրում պետք է այդ ամեն ինչը նշված լինի, ով է կառուցապատողը, ով է շինարարությունը իրականացնում, ով է իրականացնում հսկողությունը շինարարության նկատմամբ, այդ բոլորը հասանելի տեղեկատվություն է, գաղտնիք չի, եւ այո, քաղաքացիները իրավունք ունեն պահանջել, կառուցապատողները պարտավոր են տրամադրել, իհարկե։ Իսկ եթե օրինակ չի տրամադրում վաճառողը, նրանք քաղաքացիները կարող են պետական մարմիններին հարցում ուղարկեն ու պետական մարմինները կտրամադրեն, թե դա կարող են անել, բայց ես խորհուրդ կտամ նման կառուցապատողից հեռու մնալ։ Ինչու՞ չի տրամադրում։ Ինչու՞ չի տրամադրում։ Հարց. Եթե ինքը պարտավոր է տրամադրել եւ եթե ունի նման բան, դու ունես ինչ որ լավ բան, որ քեզ օգնելու է, որ վաճառք անես, ու դու չես տրամադրում, նշանակում կասկածելի է։ Մի բան չի։ Ավելի լավ է գործ չունենալ։ Հետագա փուլում, եթե օրինակ կառուցապատողն ասում է, որ իր մեղավորությամբ չեն կարող տրամադրել բնակարանը, սեփականության իրավունք չէ կարող ձեռք բերել, այլ պետական մարմնի մեղավորությամբ է։ Այս դեպքում քաղաքացիներն ինչ կարող են պահանջել, ինչ իրավունքներ կարող են ունենալ հենց կառուցապատողի նկատմամբ, ինչ կարող են պահանջել, որպեսզի տվյալ փուլում էլ պաշտպանված լինի իրենց իրավունքները։ Նախ թող ապացույցներ պահանջեն, որ իսկապես պետական մարմնի գործողությունների հետևանքով, այսինքն պահանջեն կառուցապատողից այն փաստաթղթերը կամ ապացույցները, որ կառուցապատողը ավարտել է եւ համապատասխան փաստաթղթերը ներկայացել պետական մարմնին, որ նրանք արդեն կատարեն վերջնական ձևակերպումները։ Հետո կարող են նաեւ հարցում անել պետական մարմիններին, հա, ասենք տեղական ինտեգրալ մարմնի եւ խնդրեն ճշտել, արդյոք այս ինչ կառուցապատողը դիմել է իրենց գրանցման համար կամ ավարտական ակտը տրամադրելու համար, երբ է դիմել եւ ինչու չի տրամադրվում ավարտական ակտը։ Այսինքն կարելի է իսկ պետական մարմինը պարտավոր են պատասխանել։ Կամ օրենսդրություն, տեղեկատվության ազատության մասին, քաղաքացիների շահագրգիռ են, կամ փաստաբանության մասին ունենք, երբ որ իրենք կարող են փաստաբանի միջոցով այդ տեղեկատվությունը ստանալ։ Թող վերցնեն ստանան, տեսնեն ով է մեղավոր կառուցապատողը, թե տեղական ինտեգրալ մարմինը։
Նաև պայմանագրում մի կետ է նշվում, որ եթե օրինակ մենք ժամանակին չենք տրամադրում բնակարանը, կարող ենք հետ վերադարձնել գումարը ձեզ, ու քաղաքացիները, այսպես ասած, ուրախանում են այդ կետի համար, որ օքեյ, ես ոնց որ գումարը վճարում եմ, իրենք ինձ չեն տալիս այդ բնակարան ու ես կարողանում եմ իմ գումարները հետ վերցնել։ Այստեղ իմ կարծիքով ինչ-որ թաքնված ռիսկ կա այն մասով, որ հնարավոր է հետ եմ տալիս բնակարանը, գումարները հետ են տալիս, բնակարանը մնում է կառուցապատողին ու կարողանում է կառուցապատողը հետագայում ավելի թանկ գնով վաճառել այլ քաղաքացու։ Ճիշտ է, հենց այդպես է կարող լինել, որովհետև ես սկզբնական փուլում երբ որ վաճառել է քաղաքացուն, վաճառել է ավելի էժան, որտեղ եղել է դեռևս հələ չկառուցված շենքից վաճառ, հետո երբ որ արդեն թանկացել է, ինքը նույն գումարը ինչ որ քաղաքացիներին վճարել է, հետ է վերադարձնում եւ ինքը արդեն ավելի թանկ վաճառում են մեկ այլ գնորդի։ Այստեղ ուղղակի քաղաքացին պետք է կարողանա պայմանագրով այնպեսի պայման նախատեսել, որ եթե կառուցապատողը հետ է վերցնում բնակարանը, ապա գումարը պետք է վճարի քաղաքացուն մի քիչ ավել։ Ուղղակի այստեղ գիտեք հարցը որն է, քաղաքացին ինչի համաձայնում այդ բնականը հետ վճարել, հետ վերադարձնել։ Թող չհամաձայնվի։ Թող ինքը դնի վաճառի այն անձին, ով ուզում է գնել։ Վերջ-վերջը մենք չմոռանանք, որ գնման իրավունքի վաճառ եւս կարելի է անել։ Այսինքն քաղաքացին ինքը տեսնելով որ կա մեկ ուրիշը, որ ավելի թանկ ուզում է այդ բնականը գնել, ինքը ինչի է հետ տալիս կառուցապատողին։ Թող ասի շնորհակալություն, ես ինքս կվաճառեմ եւ ինքը վաճառի։ Այստեղ այլի քաղաքացու իմացության խնդիրն է, իրավագիտակցության խնդիրն է, որ հա կառուցապատողը ասում է արի քո փողը հետ տամ տունը տուր ինձ, ենթադրում եմ կառուցապատողը դա անում է այն դեպքում, երբ որ տեսնում որ քաղաքացին չի կարողանում վճարել վարկը, կամ քաղաքացին չի կարողանում հերթական վճարումները կատարել, եթե տարաժամկետ վճարման բանը ձեռք բերված բնակարանը, ընդ որում նման դեպքում կարող նաև կառուցապատողը եթե քաղաքացու նախաձեռնությամբ է լինում այդ լուծումը, ինքը մի բան էլ պահի քաղաքացուց, որպես տուժ։ Բայց եթե քաղաքացին ինքը չի նախաձեռնողը, կառուցապատողը առաջարկում է ասում այ քո գույքը տուր ինձ ես քեզ կվճարեմ նույն գումարը որ դու տվել ես, կներեք, բայց ես քաղաքացու տեղը ոչ մի տրամադրություն չեմ տեսնում դրան համաձայնվելու։ Դե շատերը չգիտեն, որ օրինակ գնման իրավունքով նման իրավունք ունեն, որ կարող են իրենց իհարկե դա է գույքային իրավունք է, որ իրենք կարող են վաճառել։ Իսկ գնման իրավունքով էլ ինչ իրավունքներ է ձեռք բերում քաղաքացին։ Ինչ իրավունքներ կարող է ինչ-որ գույքի հետ կապված ինքը կարող է գրավ դնել, կանոնական կապիտալում ներդնել, մի խոսքով նվիրատվություն եւ այլն ինչ ուզում է թող անի։ Իր գույքն է։ Պայմանագրում նշվում է նաև անհաղթահարելի ուժի մասով, շատ դեպքերում օրինակ հենց կառուցապատողի ոչ մեղքով չեն կարող ամբողջ բնակարանը կամ շենքը վերջնական կառուցել։ Այս դեպքում բնականաբար պատասխանատվություն նախատեսված չի, բայց ինչ ելքեր կարող են գտնել նման իրավիճակում, եթե օրինակ առաջանա։ Տեսեք, անհաղթահարելի ուժը ինքը շատ բացառիկ դեպք է։ Նայեք, վերջի 20-30 տարում անհաղթահարելի ուժ եթե մենք փորձենք հիշել, որոնք կարող ենք թվարկել, ընդհանրապես մենք կարող ենք թվարկել, որոնք նման են անհաղթահարելի ուժի, հա, կոവിഡ്ը, համաճարակը, որը վերջերս եղավ, 44 օրյա պատերազմը, բայց երկուսի դեպքում էլ շինարարությունները շարունակվում էին։ Այսինքն փաստացի կոവിഡ്ի ժամանակ մի պահ դադարեցին, որտեղ դա այնպեսի համաճարակ է, որ սկզբնական փուլում հասկանալի չէր թե ինչ է լինելու։ Ու իրականում դադարեցին, բայց հետո շարունակվեցին։ Ուրիշ անհաղթահարելի ուժ ես չեմ հիշում, որովհետև անհաղթահարելի ուժը պետք է լինի անկանխատեսելի, անկանխելի եւ մարդկանց հսկողության չի ենթարկվող։ Նշանակում է, եթե եղավ երկաշար շենքը քանդվեց, սա անհաղթահարելի ուժ է։ Եթե եղավ ջրհեղեղ, շենքը վնասեց, սա անհաղթահարելի ուժ է։ Եթե ամառը ձյուն եկավ, ցառնամանիք եղավ եւ իրանք չեն կարողանում ամառը ինչ որ շինարարություն անել, սա անհաղթահարելի ուժ է։ Բայց նման դեպքեր մեր պրակտիկան կամ կյանքը ցույց է տալիս, որ շատ քիչ են լինում։ Ուստի անհաղթահարելի ուժին հղում անել եւ այդ պատճառաբանությամբ աշխատանքներ չիրականացնել խիստ դժվար է ներկա իրականության պայմաններում պատկերացնել։ Հուսանք պատերազմ չի լինի, խաղաղություն կլինի, այսինքն այդ մի անհաղթահարելի ուժը չի լինի, համաճարակները չեն լինի, բայց եթե եղան, այդ դեպքում արդեն կկոնսերվացվի շինարարությունը այնքան ժամանակ, քանի դեռ անհաղթահարելի ուժը չի վերանա։ Նույնիսկ որպես կանոն շատ հաճախ նաև պայմանագրում նախատեսվում որոշակի ժամկետ, որից հետո եթե անհաղթահարելի ուժը չի վերանում, պայմանագրի կողմերի պայմանագրային հարաբերությունները համարվում են լուծված, դադարած եւ ըստ էության ոչ մի կողմ մյուսի նկատմամբ պարտականություն չունի, այստեղ արդեն զուտ ռիսկի հարցն է առաջանում, հա։ Քաղաքացին
ունենում է ռիսկ իր տված գումարները կորցնելու, կառուցապատողը ունենում է ռիսկ գումար չստանալու, որտեղ անհատական ուժը նաև քաղաքացուն, այսպես ասած, օգնի, որ ինքը գումար չտա։ Գումար չստան եւ շինարարությունը չավարտել։ Այնպես որ դա այնպեսի բան է, որ փոխադարձ ռիսկերի հարց է առաջացնում։ Եվ վերջում կուզենամ խորհուրդ տալ այն քաղաքացիներին, ովքեր որ հայտնվել են նման իրավիճակում, իրենց իրավունքները խախտվել են։ Ինչ անեն իրենք այդ դեպքում։ Չհուսահատվեն, փորձեն հասկանալ, թե ինչ իրավունքներ ունեն իրենք տվյալ պարագայում, խորհրդակցեն մասնագետների հետ անպայման խորհրդակցեն, որովհետև իրենք կարող է տեսնեն ինչ-որ բան հասկանան, բայց մասնագետը ավելի լավ փորձ ունի, ավելի լավ աչք ունի եւ ավելի լավ գիտելիքներ ունի իրավունքի տեսանկյունից եւ կարող նրան ճիշտ խորհուրդ տալ։ Եվ անպայման փորձեն մինչև վերջ պայքարել իրենց իրավունքների համար։ Երբեք պետք չի հուսահատվել եւ երբեք պետք չի թևաթափ լինել, որովհետև հավատացեք, փորձը եւ կյանքը ցույց է տվել, որ եթե դուք ձեր իրավունքները ճանաչում եք, հասկանում եք եւ պաշտպանում եք եւ կատարում եք համապատասխան գործողությունները, դեպքերի մեծամասնության ժամանակ դուք հասնում եք արդյունքի։ Կարող են լինել դեպքեր, երբ որ չհասնեք, բայց հավատացեք, արդյունքին հասնելը նման դեպքերում շատ ավելի հավանական է։ Շատ շնորհակալություն ձեզ, պարոն Բեկմեջյան, շատ արդյունավետ, հետաքրքիր քննարկումներ, ինձ թվում է շատ քաղաքացիներ կօգտվեն այս խորհրդատվությունից եւ անպայման եթե հայտնվել են նման իրավիճակում, իրենց իրավունքները կպաշտպանեն։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։